Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք, մեր հերթական վլոգն ենք սկսել, ձեզ բարի դիտում, ձեզ վիդեո եմ անում, այստեղ երեխաները հանդիպեցին իրենց մորաքրոջ աղջիկներին ու միասին իջան բակ խաղալու։ Իսկ պատշգամբից քույրս էր հետևում մեզ։ Օգտակար։ Մենք թելադրություն ենք գրում բոլորով։ Օգտակար աշխատանքով է զբաղված։ Քույրիկներով մայրիկիս հետ զրուցում ենք ու հիշեցինք Միսթր Բինի այն ֆիլմը արձակուրդի մասին, երբ Միսթր Բինը ինչ-որ մրցույթում տեսախցիկ էր շահել և ուղևորություն դեպի Կանն, որտեղ անցկացվելու էր կինոփառատոն, մրցանակաբաշխության և ինչպես միշտ Միսթր Բինը տարբեր պատմությունների մեջ ընկնելով ու այդ ամբողջ ընթացքը տեսախցիկով նկարելով, ֆիքսելով տարբեր պահեր, տարբեր արկածների մեջ ընկնելով հասնում է Կանն, իսկ ամենավերջում իր նկարահանած ֆիլմը նույնիսկ ցույց են տալիս մեծ էկրաններով, իսկ հայտնի ռեժիսորը սովորում է նրանից նկարելու ձևը։ Այն պահն է, որ տեսախցիկը մոտեցնում է, հեռացնում է, մոտեցնում, հեռացնում է։ Ես էլ այդ մեթոդով երևի վլոգ նկարեմ արդեն։ Շատ հավես ծիծաղալու ֆիլմ է, մի խոսքով որոշեցինք միասին դիտել, երեխաներին էլ ցույց տալ, նրանք էլ ծիծաղեցին, շատ հավես ժամանակ անցկացրեցինք, բայց քանի որ այդքան երկար չեն կարող նրանք նստած մնալ, ֆիլմը դադարեցրեցինք, նորից իջան բակ խաղալու։ Այնքան հավես է այս ֆիլմը, որ դիտելիս արդեն քո ճանապարհորդելու ցանկությունն է առաջանում։ Ես քիչ ամանում գնամ ճամփորդներս հավաքեմ այս ֆիլմը դիտելիս։
Այստեղ տեղադրեցի ֆիլմից որոշ նկարներ, վերջի հատվածից են այս կադրերն արված, որպեսզի ամբողջական ստացվեր մեր ֆիլմի մասին պատմող հատվածը։ Հեռվում երևացող լույսերն այնքան գեղեցիկ են, կարծես նոր տարվա լույսեր լինեն։ Այստեղ արդեն հաջորդ օրն է, երեխաները վերմիշելով փլավ ցանկացան ուտել, ամենասովորական վերմիշելով փլավը ուղղակի նկարեցի ու որոշեցի վլոգում տեղադրել։ Ես ու ամուսինս որոշեցինք սուրճ խմել։ Ու մեր ամպեիքները անձրևականից մեծ կաթիլներով։ Այնքան լավոտ համակուր։ Մաքուր է օդը, սիրում Երևանում էր։ Մեր թրջված խաղահրապարակը։ Բոլոր բալիկները տուն են գնացել։ Ո, ինքան մաքուր է օդը։ Սիրուն ամպեր։